Սիրված ու տաղանդավոր դերասան Կարեն Հովհաննիսյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում է։ Այսօր քննարկման թեմա էր դարձել այն լուրը, որ դերասան Կարեն Հովհաննիսյանն այլևս չի նկարահանվի հեռուստասերիալում, քանի որ լքում է երկիրը։ Շտապ ենք ուրախացնել, որ Կարեն Հովհաննիսյանը երկրից մեկնել է ընդամենը հանգստի նպատակով։ Խիտ աշխատանքային գրաֆիկից հետո դերասանը որոշել է մի փոքր դադար վերցնել, հավանաբար վերականգնելու ուժերը, փոխելու միջավայրը և որոշ ժամանակ անցկացնել ավելի ազատ ու անհոգ պայմաններում։ Պետք է նկատել, որ վերջին շրջանում Կարեն Հովհաննիսյանը բավական լարված աշխատանքային փուլում է, նկարահանումներ, նախագծեր, հանրային ուշադրություն, անձնական կյանքի շուրջ ակտիվ քննարկումներ։ Այս ամենը միասին կարող են մեծ ճնշում ստեղծել ցանկացած մարդու համար, առավել ևս հանրային գործունեություն ծավալող դերասանի։ Այդպիսի պայմաններում ժամանակ առ ժամանակ անջատվելը և հանգիստ վերցնելը ոչ միայն ցանկալի, այլ նաև անհրաժեշտ է։ Հատկապես հետաքրքիր է, որ այս ուղևորությանը նրան ուղեկցվում է ևս մեկ այլ սիրված դերասան՝ Դավիթ Հակոբյանը։ Երկու դերասանների ընկերությունը վաղուց հայտնի է, և նրանք բազմիցս միասին են հայտնվել տարբեր նախագծերում ու հանրային միջավայրում։ Հեռուստադիտողներին առավելապես անհանգստացրել էր այն հանգամանքը, որ այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ Կարենի անձնական կյանքն արդեն քննարկումների կենտրոնում էր։ Բնականաբար, մարդիկ սկսեցին տարբեր ենթադրություններ անել, փորձելով կապ գտնել նրա ամուսնալուծության և երկրից մեկնելու միջև, սակայն ըստ առկա տեղեկությունների այս ուղևորությունը որևէ կապ չունի այդ իրադարձությունների հետ և պարզապես պլանավորված հանգիստ է։ Գնաց ճանապարհորդությունը։ Դավուր են գնում։ Պյացիգորսկ ենք գնում այս անգամ, Պյացիգորսկ։ հետո Ադլեր ենք գնում։ Դե մեզ լավ հանգիստ, բարի հանգիստ, ամփորձանք հանգիստ կար։ Ապրես որ ցույց լավ բաներ ես կազմակերպում վերցավորել։ Կարևոր է ընդգծել, որ դերասանը երկար ժամանակով չի բացակայելու, նրա մասնակցությամբ նախագծերը շարունակվում են և նա պատրաստվում է վերադառնալ ու շարունակել իր աշխատանքը նույն ակտիվությամբ, այսինքն խոսք անգամ չկա այն մասին, որ նա դադարեցնում է իր կարիերան կամ փոխում գործունեության վայրը։ Հաճախ հանրային մարդիկ նման իրավիճակներում բախվում են մի հետաքրքիր երևույթի՝ ցանկացած քայլ կարող է սխալ մեկնաբանվել կամ չափազանցվել։ Մի սովորական հանգիստը կարող է ներկայացվել որպես լուրջ փոփոխություն կյանքի մեջ, սակայն այս դեպքում ամեն ինչ շատ պարզ է, դա ընդամենը դադար է, որը պետք է յուրաքանչյուրին։ Վերջում կարելի է ասել, որ Կարեն Հովհաննիսյանի այս քայլը լիովին հասկանալի է։ Երբ մարդ կարողանում է ժամանակին կանգ առնել, վերագնահատել, հանգստանալ և վերադառնալ նոր ուժերով, դա միայն նպաստում է նրա հետագա հաջողություններին։ Այսպիսով անհանգստանալու պատճառ չկա, դերասանը պարզապես հանգստանում է և շատ շուտով կրկին կտեսնենք նրան էկրաններին արդեն թարմացված էներգիայով և նոր ուժերով։ Հիշեցնենք, որ Go Sport FM-ի եթերում հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը և հարցազրույցը միանգամից մեծ արձագանք գտավ հանրության շրջանում։ Դերասանն, ով սովորաբար խուսափում էր անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելուց, այս անգամ բավական անկեղծ էր և պատասխանեց ամենաքննարկվող հարցին իր և կնոջ Մանեի բաժանման մասին։ Հաղորդավարուհի ուղղակի հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում են իրենց ամուսնալուծության մասին լուրերը, Կարենը հաստատեց՝ այո, իրենք իսկապես որոշել են բաժանվել։ Նրա խոսքով որոշումը կայացվել է մոտ 1 ամիս առաջ, երկար քննարկումներից և փոխադարձ հասկացողությունից հետո։ Դերասանը շեշտել է, որ դա հապճեպ կամ էմոցիոնալ որոշում չի եղել, այլ մտածված քայլ, որն ընդունվել է երկուսի կողմից։ Ավելի վաղ հետևորդները նկատել էին, որ զույգը սոցիալական հարթակներից հեռացրել է համատեղ լուսանկարները։ Սա անմիջապես տարբեր ենթադրությունների տեղիք էր տվել։ Ոմանք կարծում էին, թե դա պարզապես ժամանակավոր ճգնաժամ է, մյուսները, որ արդեն ամեն ինչ ավարտված է։ Կարենի հաստատումից հետո պարզ դարձավ, որ քննարկումները զուր չէին։ Հատկանշական է, որ բաժանման լուրերը շրջանառվում էին այն ժամանակ, երբ նրանք շարունակում էին միասին ներկայանալ էկրաններին՝ նկարահանվելով «Գոյամարտ» սերիալում։ Այս հանգամանքը ևս հետաքրքրություն էր առաջացրել, քանի որ հանդիսատեսի համար դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարող են
նախկին ամուսինները շարունակել համատեղ աշխատանքը նույն նախագծում։ Սակայն Կարենը նշել էր, որ մասնագիտական հարաբերությունները չեն տուժել եւ իրենք կարողանում են պահպանել պրոֆեսիոնալ մթնոլորտը հարթակում։ Թե որն է եղել ամուսնալուծության իրական պատճառը, դերասանը չի բացահայտել։ Նա միայն նշել է, որ երբեմն հարաբերությունները սպառվում են եւ մարդիկ հասկանում են, որ պետք է շարունակեն իրենց ճանապարհն առանձին։ Կարենը նաեւ ընդգծել է, որ փոխադարձ հարգանքը պահպանվում է եւ իրենք չեն ցանկանում անձնական հարցերը դարձնել հանրային քննարկման թեմա։ Ամենահետաքրքիր հարցերից մեկն այն էր, թե ինչու ամուսնալուծությունը տեղի ունեցավ հենց այն ժամանակահատվածում, երբ նրանք միասին նկարահանվում էին սերիալում։ Շատերի մոտ առաջացավ ենթադրություն, որ գուցե պատճառը կապված է եղել աշխատանքային հարաբերությունների հետ, սերիալի ներսում առաջացած լարվածության կամ ստեղծագործական տարաձայնությունների հետ։ Սակայն ըստ Կարենի խոսքերի, մասնագիտական դաշտը երբեք խնդիր չի հանդիսացել նրանց համար, ավելին նա միշտ աջակցել է Մանեի դերասանական գործունեությանը։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ Վերջին զանգը սերիալն էր, որտեղ Մանեն ևս նկարահանվել է։